Իրենց նախագահության 2 տասնամյակներում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարած արցախյան քաղաքականության սկզբունքը, ինչպես բազմիցս եմ ասել, եղել է քուչի գեղի, չշփոթել գյուղի հետ, շուստրիությունը։ Ինչպես ուզեցել, ինչպես պահանջել է իրենց գրպանի, աթոռի շահը եւ ագահությունը, այդպես ծռմռել են արցախյան խնդիրը, եւ դա փորձում են անել նաեւ այսօր, մոլորեցնելով արցախահայության մի խմբի։ Խոսենք բացառապես փաստերով, որոնք վավերագրված եւ անփոփոխելի են մեր պատմության մեջ։ 1998 թվական հանուն Հայաստանում իշխանազավթման օրինականացման ճակերտավոր, թե իբր Հայաստանի եւ Արցախի քաղաքացիությունը նույնն է եւ ինքը կարող է հավակնել ՀՀ նախագահ դառնալ։ Ռոբերտ Քոչարյանը հեռուստաելույթներում մի քանի անգամ հայտարարեց, որ բանակցություններում Հայաստանը պետք է ներկայացնի Արցախին, այսինքն Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Արցախի հարցն ավելի ընդգրկուն է, ընդհուպ Արցախի փոխարեն լուծման տարբերակ բանակցել է եւ դրան համաձայնություն տալը, քան մինչ այդ եղել է, այսինքն Արցախի հանդեպ Հայաստանի անվտանգության երաշխավորի գործառույթներին վերաբերել է, Արցախին ֆինանսապես ռազմաքաղաքական առումով օժանդակել է։ Ռոբերտ Քոչարյանն այս գիծը վարել է մինչև 2008 թվական, իր պաշտոնավարման ավարտը։ Նրան հաջորդած Սերժ Սարգսյանը խոշոր հաշվով շարունակել է այս գիծը։ 2008 թվականին ռուսական հովանու ներքո նաև Արցախի անունից Հայաստանը մտցնելով Մայենդորֆյան եռակողմ ֆորմատի մեջ եւ երկու հայկական պետություններին 2015 թվականի վերջին կանգնեցնելով փակ ուղու առաջ, կամ ընդունում են ռուսական Լավրովյան պլանը, կամ պատերազմ։ Ստացանք ապրիլյան քառօրյա պատերազմ, քանի որ 2015 թվականի վերջին Սերժ Սարգսյանը ետ կանգնեց եւ չհամաձայնեց Լավրովյան պլանին։ Այս առումով նրան քննադատեց անգամ Պուտինը 2020 թվականի նոյեմբերին։ Ըստ որում ռուսական Լավրովյան պլանին ֆորմալ համաձայնությունը պետք է տար պաշտոնական Երևանը, բայց ոչ Ստեփանակերտը։ Բայց հասկանալիորեն Սերժ Սարգսյանը պարտավոր էր Ստեփանակերտին հակել դրա համաձայնությանը, ինչպես որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ԱԺ ընդունված որոշմամբ էին պարտավորվել օգտագործել Արցախի վրա Հայաստանի ազդեցությունը նրան կարգավորման տանելու համար։ Երևանի ստանձնած այդ միջազգային պարտավորության լույսի ներքո էլ Սերժ Սարգսյանը Արցախում խորհրդարանի խմբակցությունների հետ փակ հանդիպմանը հորդորել էր համաձայնել, այլապես տարիներ անց կերքեն Ստեփանակերտ։ Միայն 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը գիտակցեց, որ իրեն եւ Հայաստանին դեմ են տվել պատին։ Քառօրյա պատերազմը կանգնեցվել է վերջնաժամկետով եւ Հայաստանը հլու հնազանդ կկատարի ռուսական պլանի պահանջները ադրբեջանական հավելյալ պահանջներով 5 շրջանից բացի, որոնք ըստ Սերժ Սարգսյանի Հայաստանը պատրաստ էր վերադարձնել թեկուզ վաղը, ամբողջը։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը հիշեց, որ Արցախը ժամանակին եղել է բանակցությունների ինքնուրույն կողմ, որ նա ֆորմալ պետք է մասնակցի բանակցային գործընթացին եւ ինքը իր համաձայնությունը տա, բայց արդեն ուշ էր։ Հայաստանի վրա դրված էր վերջնաժամկետ, մինչև 2020 թվականին Ադրբեջանին վերադարձնել տարածքները, ինչը 2016 թվականի աշնանը մեր ինստիտուտի փակ քննարկման ընթացքում բերանից թռցրեց Սերժ Սարգսյանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյան։ Բառացի մեջբերում, եթե Հայաստանը կարողացավ դիմանալ, հաղթահարել 2020 թվականը, դրանից հետո լավ կլինի։ Իշխանազրկումից հետո Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան տանդեմը ընդդիմության կարգավիճակում փոխեցին մոտեցումը։ Իրենց լրատվամիջոցների կողմից ամենօրյա ռեժիմով լայնորեն տարփողվող Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել, որ հողերը տա նարատիվի շրջանակներում նրանք Արցախի նախկին նախագահների վրա իրենց ազդեցությունը լիակատար օգտագործեցին, որպեսզի հակադրվեն Փաշինյանի վարած քաղաքականությանը Արցախյան խնդրով։ Արցախում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների հայտնի համատեղ նիստում Արցախի քաղաքական էլիտան, եթե կարելի է այդ բարձր եզրույթ օգտագործել այդ խմբի հանդեպ, պահանջում է Հայաստանից, որպեսզի բանակցություններում անսակարկելի կարմիր գիծ հռչակվի անզիջումայնությունը։ Հայաստանը բավարարում է Ստեփանակերտի այդ պահանջը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող խոսել Արցախի անունից, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների ընտրությանը արցախցիները չեն մասնակցել եւ
եւ նման մանդատ չեն տվել։ Ավելին, նրանք ընտրել են իրենց ընտրովի եւ ներկայացուցչական մարմիններին, իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնց խամաճիկային նախագահները այլևս նախկին մեծ ազդեցություն ունեին Արցախի նորընտիր իշխանությունների վրա, միանգամայն գոհ էին իրավիճակից, երբեք չվիճարկեցին դա, քանի որ Հայաստանի այդպիսի դիրքորոշումը թույլ էր տալիս Արցախի իշխանությունների կողմից իրենց ցանկալի քաղաքականությունը վարել, անհրաժեշտության դեպքում հակադրվել պաշտոնական Երևանի գծին։ Ավելին, նույն Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը անթույլատրելի էին համարում որևէ կերպ Արցախը Հայաստանի մաս համարելը։ Այսինքն պահանջում էին, որ Հայաստանը Արցախի հանդեպ մնա բացառապես անվտանգության երաշխավոր լայն առումով, ֆինանսները, սպառազինությունը, զինվորները տա եւ ոչ մի կերպ չխառնվի Արցախի անկախ պետականության գործերին, բանակցություններում չխոսի նրա ճակատագրից կամ Արցախապատկան հողերի փոխզիջման հարցերով չխոսի։ 2020 թվականի պատերազմից հետո նրանք երկար ժամանակ անթաքույց փորձեր արեցին Արցախում գահընկեց անել Արայիկ Հարությունյանին, միայն նրա համար, որ վերջինս չէր հակադրվում պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքական կուրսին, որի նպատակն էր Արցախի մնացած տարածքում միջազգային մանդատի ներքո առնվազն ինքնավարություն ձևավորելը, որի հարցում միակ շահագրգիռ դերակատարը Արևմուտքն էր, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն։ Կանխելու համար այդ հեռանկարը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան դուետը իրենց սպասարկու ուժերով ուղղակի հետապնդեցին Արայիկ Հարությունյանին։ Այդ նպատակով ռուսական պասով ներմուծեցին Ռուբեն Վարդանյանին, որպեսզի նա Արցախի իշխանական վերնախավում Հայաստանի որդեգրած քաղաքականությանն ընդդիմանալու, այն քննադատելու սերմեր ցանի։ 2023 թվականին Արցախում տեղի ունեցած սեպտեմբերյան նախագահափոխությունը դրա կուլմինացիան էր, երբ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը հրապարակային ազատության հրապարակից գոհունակություն հայտնեցին այդ փոփոխությամբ, շեշտելով, որ դրա արդյունքում Հայաստանն այլևս չի կարողանա Ստեփանակերտին պարտադրել իր քաղաքականությունը եւ Ստեփանակերտը իդեմս նոր եւ միակ դաշնակցի Ռուսաստանի այլևս հակադրվելու է պաշտոնական Երևանին, բեկում է մտցնելու գործընթացում եւ շուտով արդյունքները տեսանելի կլինեն։ Ոչ զարմանալիորեն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճակերտավոր ընդդիմադիր արցախյան քաղաքականության դիրքորոշումը բացառիկ նույնական է եղել Ալիևի պահանջի հետ։ Եթե Ալիևը հայտարարում էր, թե Ադրբեջանը Հայաստանի հետ չի պատրաստվում խոսել Արցախի հարցով, քանի որ դա իր համար ներքին հարց է, որի պատճառով էլ միջնորդները Հայաստան-Ադրբեջան նորմալացումն առանձնացրեցին Արցախ-Ադրբեջան բանակցություններից, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան տանդեմն էլ գտնում էին, որ Հայաստանն իրավունք չունի Ադրբեջանի հետ բանակցություններում ներկայացնել Արցախին, բայց իհարկե այն հիմնավորմամբ, թե դա Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չպետք է լինի։ Արդյունքները ռուսական համաձայնությամբ Արցախի հայաթափումն էր։ Հիմա էլ Արցախահայության խնդիրների քողածածկույթի տակ այս տանդեմը պահանջում է ճիշտ հակառակը։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում պետք է լինի Արցախի հարցը, որպես Ադրբեջանից տարածքային պահանջ, կամ նվազագույնը Արցախահայության կոլեկտիվ վերադարձի իրավունքը, բայց ոչ Ադրբեջանի իրավազորության ներքո։ Այսպիսով, Հայաստանի եւ Արցախի գլխին կատարյալ պատուհաս դարձած այս դուետը իրենց մետաստազներով, որ ինքզինք կոչեն քաղաքական ուժեր, լրատվամիջոցներ, 1998-ից 2018 թվականները, երբ իշխանության էին, պնդել են, թե Արցախի հարցը լայն օրակարգով, ընդհուպ մինչև Արցախի փոխարեն որոշումներ կայացնելը, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ 2018-ից 2020 թվականներին, երբ ընդդիմություն էին, պահանջել են, որ Արցախն ինքը հանդես գա Իրանունից եւ Հայաստանը անգամ չորոշի ազատագրված տարածքների հարցը, առավել եւս Արցախի ճակատագիրը եւ միջազգային բանակցություններում միայն պնդի Ստեփանակերտի պահանջը։ 2020-ից 23 թվականներին ամեն ինչ արել են Արցախում այնպիսի իշխանություն ունենալու համար, որը կհակադրվի Երևանին եւ թույլ չի տա, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցն իր վրա վերցնի։ Եվ 2023 թվականի աղետը հասունացնելուց հետո էլ հայտարարում է, թե Արցախի հարցը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ։ Ու այս խայտառակ զիգզագները վարած դուետը Քուչի, Գեղի շուստրիությունը փորձել է միջազգային ատյաններում վաճառել հետևողական քաղաքականություն ու ինքն իրեն ու մեզ համոզել է, թե միջազգային հարաբերությունում դրան լուրջ են վերաբերել կամ վերաբերում, երբ ամեն օր կարող է քաղաքականության մեջ օրակարգ փոխվել, լավացվել եւ նեղացվել կամ ընդհուպ վերացվել։
Ու մտահոգիչ է, որ Արցախահայության եւ Հայաստանի Հանրապետության հասարակության մի փոքր, բայց պատկառելի խումբ կարող է գնել այս հիմարությունը, կրկնել եւ դիմացինին համոզել, թե նրանք Արցախ են պահել, ու Արցախը կորցվել է միայն 2020-23 թվականներին։ Իսկ եթե այդ խավերը թքած ունեն միջազգային հարաբերություններում թույլ տրված նման վտանգավոր զիգզագների վրա եւ պնդում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է այդպիսին լինի, կամ Հայաստանի Հանրապետությանը պարտադրում են օրակարգ վերցնել մի օրակարգ, որն այս պահին կլինի միջուկային զենք Հայաստանի Հանրապետության պետականության տակ դրված, ապա նրանք պարզապես վտանգ են պետության եւ հասարակության համար։ Ասվածը ամենևին չի նշանակում, թե Հայաստանը իսպառ պետք է մոռանա կատարվածը կամ համակերպվի արցախահայության կոլեկտիվ եւ անհատական իրավունքների խախտման հետ, մարդկության դեմ կատարված հանցագործությունների հետ։ Սա բացարձակ այլ մոտեցում եւ այլ օրակարգ է պահանջում, որը որևէ աղերս չունի Ղարաբաղյան կլանի պարագլուխների պետականակորցան դիրքորոշումների եւ զիգզակների բերած օրակարգի հետ։ Գրել է Ստեոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում։